Ամեն գարուն ազգային ժողովի այգին գեղեցկացնում են վարդագույն ծաղիկներով ծառերը, սակուրանները։ Այսօր այստեղ նշում են ճապոնական հանամին ծաղկած բալենիների տոնը, որ խորհրդանշում է կյանքի անցողիկ գեղեցկությունն ու խաղաղությունը։ Միջոցառումը կազմակերպվել է Արումենյան-Նիպոն հայ-ճապոնական գիտամշակութային միության և ազգային ժողովի կողմից։ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունները եւ բարեկամությունը հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային ընդհանրությունների եւ համագործակցության վրա եւ վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո մենք կշարունակենք ավելի ինտենսիվ զարգացնել այդ համագործակցությունը եւ ցանկանում եմ, որ այս ծառերը, որոնք ի ուրախություն մեզ հենց ազգային ժողովում են գտնվում, լինեն մեր բարեկամության խորհրդանիշը իրենց ամուր արմատներով եւ շարունակական ծաղկումով եւ մեր բոլորիս մաղթում եմ խաղաղություն, համագործակցություն եւ նոր հաջողություններ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր ազգային ժողովի բակում ձեզ հետ միասին հանամիի միջոցառումը տոնելն ու գեղեցիկ սակուրաների ծաղկումը վայելելը։ Մեր օրերում սակուրայի ծաղկումն ու հանամիի միջոցառումը նշվում է աշխարհի տարբեր երկրներում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք այն նշել նաեւ Հայաստանում։ Հատկապես որ սակուրաները, որոնք ներկրվել են Ճապոնիայից, տնկվել են ազգային ժողովի այգում որպես Հայաստանի եւ Ճապոնիայի բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ։ Ես ուրախ եմ տեսնել, որ այդ սակուրաներն աճում եւ զարգանում են, ինչպես Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները։ Ծառազարդի գեղեցիկ արարողություն ներկաները զարդարում են ծաղկած բալենիները թղթե կռունկներով, պատրաստված Հիկարի հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոնի սաների կողմից։ Ճապոնական մշակույթում կռունկը խաղաղության, հույսի ու երկարակեցության խորհրդանիշ է։ Այսօր այն նաև խորհրդանշում է հայ-ճապոնական բարեկամությունը արդեն կոնկրետ ձև ու գույն ստացած։